Տիկին Հասմիկ, տեսանյութ է պտտվել, որ իբրև թե Լյուդվիգ Գյուլնազարյանը իրեն է վերագրում Վոլոդիա Գրիգորյանի աշխատանքները։ Խնդրեմ մեկնաբանեք ինչի մասին է խոսքը։ Փորձեմ պարզաբանություն տալ, կարծում եմ, որ անպայման հարկ էր անդրադառնալ նյութին, որովհետև պատմությունը ունի նախաբան։ Դիտելով 21 թվականի դեկտեմբերի նյութը, ես դեռ համայնքի ղեկավար չէի հանդիսանում, ինձ մտահոգեց այդ խնդիրը, որը կապված է մեր Չերեմուշկայի բնակիչների աղբահանության հետ կապված։ Այսինքն բնակիչները դժգոհում են, որ աղբ կա շատ։ Այո, նյութում նյութ կար այդպես, որտեղ իրենք խնդրում են, որ մաքրվի, խաղահրապարակ լինի, ու անմիջապես ընտրվելուց հետո ես այդ հարցը բարձրացրեցի, ասեցի, որ սենց խնդիր ունենք մենք Նորակերտում, ու սկսվեցին կատարվել աշխատանքներ, մաքրման աշխատանքներ, բավականին աղբ դուրս հանվեց տարածքից մեր աշխատակիցների կողմից, եւ մենք դպրոցի հարակից տարածքում ֆուտբոլին դաշտի կից ունենք տարիներով կուտակված աղբ, գոմաղբ, ավելի ճիշտ ասեմ, որ ճիշտ լինի։ Ամբողջ այդ տարածքը մաքրվեց եւ գոմաղբը տեղափոխվեց այդ տարածքը, որպեսի բարելավենք հողը եւ կանանչ գոտի եւ հետագայում խաղահրապարակ հիմնենք բնակիչների նշված տեղում եւ ուզում եմ նշել, որ մեծ քանակությամբ երեխաներ են ապրում այդտեղ, քանի որ ունենք բարձրահարկ շենքեր։ Եվ ո՞րն է աշխատանքը, ասեմ դες, սկսեցինք աշխատանքը կատարել։ Տեղափոխվեց, կատարվեց աշխատանքները։ Ինչ աշխատանքներ կատարվեց։ Աշխատանքը, այսինքն մենք տեղափոխեցինք գոմաղբը, հողը հարթեցրեցինք եւ խնդրեցինք, որպեսի ծրագիրը հաստատվի, քանի որ ունեինք խնդիրներ նաեւ ճանապարհի հետ կապված։ Փակել էին նախկինում բնակիչները համայնքային տարածքները եւ ելք ու մուտքի ճանապարհ չունեին բնակիչները։ Հետեւաբար նախագիծ էր հարկավոր եւ դա պետք է հաստատվեր։ Մի քանի օր անց ես տեղեկացվեցի, որ ապրելու երկիր կուսակցությունը այդ տարածքում, որտեղ մենք նախատեսել էինք արդեն, տեխնիկա են մցրել եւ քարի հանքից քարի փոշի են բերել լցրել մեքենաներով, երևի մի 15-16 մեքենա բարեկարգման նպատակով առանց զգուշացնելու այդ տարածքը, որը նախատեսված էր, եւ հարթեցման աշխատանք էին կատարել այնտեղ։ Մենք մոտեցանք, խոսեցինք, ասեցին, որ մենք էլ ենք նախատեսել, մենք ուզում ենք այս գործը ավարտին հասցնել, երեխաների համար խաղահրապարակ։ Մենք մտածեցինք, ուրեմն թող կատարեն այդ աշխատանքը եւ անցանք մեկ ուրիշ վայր, Կոմիտաս փողոցի վրա, որտեղ այսօր մենք ունենք արդեն բարեկարգ խաղահրապարակ։ Նախապայմանը այդպեսին է եղել, ու մինչև այսօր խաղահրապարակը չի կառուցվել, գործընթացը կանգ է առել, արդեն թողնում են, որ ժողովուրդը որոշեն, թե ինչումն էլ սխալը։ Այսինքն չկառուցված խաղահրապարակի աշխատանքը իրեն վերագրելու հարցը ստեղ որտեղ առաջացավ այդ։ Չի կառուցվել հրապարակը, այսօրվա դրությամբ դեռ փոշին, աղբը, ամառվա մանավանդ բարձրանում է, կիսա թողված գործեր կան այնտեղ։ Այսինքն այնտեղ իրենք ընդհանրապես այդ փոշինը լցրել իբրև թե բարեկարգում, խոստացված խաղահրապարակը չեն կառուցել, իսկ հիմա պարոն Գյուլնազարյանը, որը խոստանում է այդտեղ խաղահրապարակ կառուցել, իրենք ասում են վերագրում է իրեն։ Չի կառուցվել հրապարակը, որոշակի աշխատանքներ կատարվել են, բորջուրներ ադրված, կարող եմ ասել։ Հիմա դուք ծրագրով նախատեսում եք այո, անպայման պետք է կյանքի կոչենք մենք մեր ծրագրերը, որովհետև ես այսօր աշխատում եմ երեխաների համար, քանի որ դպրոցում 30 տարի ուսուցչուհի եմ եղել ու բոլորը իմ երեխաներն են։ Ուզում եմ նշել, որ իմ կառավարության ընթացքում մեր թիմի կողմից այնպիսի աշխատանքներ են կատարել, որը Նորակերտին երազում են ունենալ։ Մենք հետ ենք վերցրել նախկին ամբուլատորիայի շենքը, որը այսօր ծառայում է երեխաների համար որպես արմատ լաբորատորիա։ Եվ մեր երեխաները հաճույքով գնում են այնտեղ, վերակառուցվել է, զարգանում է։ Մենք հետ ենք վերցրել նաև մանկապարտեզին հարակից տարածքը, ունենք ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են։ Եվ իհարկե ուզում եմ անպայման նշել տարածք, որը 3 հեկտար ու ավելի է, ու նախատեսում է մեր բնակիչներին լրացուցիչ այն ընտանիքներին, որոնք բազմազավակ են, պատերազմի մասնակիցներ են, անապահով են,
հնարավորինս դիմել կառավարությանը, որպեսզի այդ հողատարածքը ժողովրդի վերադառնա ժողովրդին։ Ասֆալտապատել ենք այդ 1 կիլոմետր, որը արդեն նշված տարածքը, որը ավարտում չէ դեռ եւ պետք է ավարտվի մինչեւ դպրոց հարակիցը։ Մենք նախատեսել ենք նաեւ 10-րդ փողոցի ամբողջ երկայնքով 1 կիլոմետր էլի չափով երկրորդական ճանապարհը արդեն հարցը բարձրացված է։ Բազմաթիվ խնդիրներ ենք լուծել բնակիչների հետ կապված։ Տարիներ շարունակ այդ բնակիչները չեն ունեցել իրենց տնտան հասցեն, կոդեր են ուղղել, հասել ենք մինչև էկոնոմիկայի նախարարություն եւ կառավարություն։ Տիկին Արսևանյան, կարող ենք ասել, որ դուք այնքան խաղահրապարակներ եք կառուցել, որ որևէ մեկի չսարքած խաղահրապարակը վերագրել ձեզ որևէ առիթ չունի։ Անշուշտ, դուք ճիշտ եք, իմաստ չունի հարցը նորից քննարկելու, իսկ խաղահրապարակը անպայման կառուցվելու է, ես խոստանում եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։